այսօրը այն օրն է, որ Աստված է ստեղծել։ Այնպես չի, որ այսօրը հատուկ Աստված հենց այսօրվա համար ստեղծեց։ Երբ որ ավետարանի մեջ կարդում ենք Աստվածաշնչի մեջ այնտեղ, որ ասում է Աստված ստեղծեց երկինքը, երկիրը եւ լուսատուները, հետո ասում է, որ ստեղծեց ցերեկն ու գիշերը։ Այսօրը այն օրվա ստեղծած օրն է, որ ինքը ստեղծել էր։ Երեգել էր այն նույն օրը, վաղն էլ որ գալու է, էլի այն օրվա ստեղծածն է։ Ոչ թե Աստված ամեն օր նոր օր է ստեղծում, այլ Աստված ամեն օրվա մեջ մի նոր բան է անում։ Աստծո աստվածությունը այն է, որ ինքը միշտ ինչ-որ մի բան է անում։ Աստված երբեք պարապ չի մնում։ Ոչ թե որ շատ զբաղված Աստված է, այլ որովհետև ինքը ամենակարող եւ ինքնիշխան Աստված է։ Աստված ամեն օր ամեն մեկի կյանքում ինչ-որ մի բան է անում։ Այսօր էլ մի օր է, որ Աստված էլի քո կյանքում, մեր կյանքում կարա ինչ-որ մի բան փոխի, ինչ-որ մի բան անի։ Անկախ նրանից դու ուզում ես թե չես ուզում։ Շատ անգամ մենք ասում ենք դու պիտի ուզես որ անի, բայց Աստված այնպիսի Աստված է, որ երբեմն անում է, որովհետև ինքը տենց է ուզում։ Աստված այնպիսի Աստված է, որ էշին չի հարցնում, դու ուզում ես խոսած թե չէ։ Կանգնեց էշի դեմը հրեշտակը, էշ սկսեց խոսալ։ Էշը ընդհանրապես կամք չուներ խոսալ, նա խոսալ չգիտեր, բայց երբ որ Աստվածը հանդիպում մարդուն, մարդու մեջ ինչ-որ բան է փոխվում։ Մարդու կարիքը ոչ մի բան, այս կենցաղը, այս ամեն ինչը, դա չի մարդու կարիքը։ Մարդու կարիքը այն է, երբ որ ինքը հանդիպում է Աստծուն, Աստծու հետ հանդիպումն է։ Մենք այսօր եկեղեցի ենք գալիս եւ ոչ թե նրա համար, որովհետեւ Կիրակի է եւ եկեղեցու գալու օր է։ Մենք եկեղեցի չենք գալի, որովհետև այսօր Կիրակի է եւ եկեղեցի գնալու օրն է։ Ոնց որ սովորաբար քրիստոնյաներն են անում։ Մենք քրիստոնյա չենք, մենք հոգևոր մարդ ենք։ Քրիստոնեությունը դա ազգային մի բան չի, քրիստոնեությունը դա մշակույթ չի։ Քրիստոնեությունը այն չի, որ ծնվում ես քրիստոնյա ազգի մեջ ու դու էլ սովորաբար ասում ես, որ դե քրիստոնյա ենք։ Քրիստոնեությունը դա Քրիստոսին հետևելն է։ Քրիստոնեությունը Կիրակի օրը եկեղեցի գնալով չի։ Քրիստոնեությունը Քրիստոսին քո մեջ ունենալն է։ Քրիստոսի հետ հանդիպում ունենալն է։ Առանց նրա չկա ոչ մի հավատք, չկա առանց նրա չկա ոչ մի քրիստոնեություն։ Եկեղեցին այս շենքը չի կամ այն մյուս շենքերը, որտեղ այսօր շատերը հավաքված են։ Եկեղեցին ես ու դու ենք։ Եթե մեր մեջ չկա Աստված, եթե չկա Քրիստոս, եթե մեր ներսի մեջ մենք չունենք այդ հանդիպումը, ինչքան ուզում ենք գնանք, բան չի փոխվելու։ Բայց երբ որ քո ներսում կա կրակը, կա Քրիստոսը, այդտեղ կա կյանքը, եւ այդտեղից է դուրս գալիս ամեն բան, որովհետեւ այն ինչ որ ինքը ունի, տվելա քեզ, այն ինչ որ ինքը ունի, տալիս է քեզ, եւ այն տվածից է, որ դու կարողանում ես տաս։ Եվ երբ որ մենք գալիս ենք այստեղ, չենք գալի քարոզելու, մենք գալիս ենք իրան լսելու, իրա մասին լսելու։ Մենք չենք գալիս երգելու, երգեն, որ մենք երգենք։ Մենք գալիս ենք, որովհետև ուզում ենք երկրպագել։ Մենք ոչ թե այստեղ ենք մենակ իրան երկրպագում, մենք ամեն տեղ ենք իրան երկրպագում։ Այստեղ ուղղակի մենք իրար հետ ենք, միասին ենք երկրպագում։ Այստեղ այնտեղն է, որտեղ մենք կարում ենք իրար հետ փոխանցել շնորհք, իրարից վերցնել ինչ-որ մի բան, բայց պատճառը նա է, պատճառը մեր իմաստությունը չի, մեր գրագիտությունը չի, մեր սիրուն խոսելը չի։ Ես լսել եմ, դու էլ լսած կլես, մարդ կարա շատ սիրուն խոսա, շատ գրագետ խոսա, շատ մաքուր, շատ ոսկեղենիկ հայերենով, բայց ոնց էլ որ դու խոսաս, եթե նրա հետ հանդիպում չունի մարդը, ինչքան ուզում ես գեղեցիկ խոսա, նրա խոսքերի մեջ դու չես տենա իրան, բայց երբ որ մարդը խոսում է իրա ու Աստծո հետ ունեցած հանդիպումից հետո, նրա խոսելուց, նրա պատմելուց դու ոչ թե լսում ես, այլ դու տեսնում ես այն ինչ որ ինքը ասում է։ Որովհետև ինքը խոսում է իրականության մասին, ճշմարտության մասին, մեկին ում որ ինքը ճանաչում է։ Հիսուսն ասեց, ինչ որ հորը անելուց տեսել եմ, դա անում եմ, ինչ որ խոսալուց լսել եմ, դա խոսում եմ։ Դրա համար իրան ասում էին դու ուրիշ ես։ Դու ուրիշ ես, դու տարբեր ես, դու նման չես ոչ մեկի, դու եզակի ես։ Շատերն էին քարոզում, շատերն էին խոսում, բայց Հիսուսի խոսքը զարմանալի էր։ Նույն բանը ասում էին շատ վարդապետներ, նույն բանը ինքն էր ասում, բայց մարդիկ իրան էին լսում։ Ինչի, որովհետև ուրիշները խոսում էին իրենց լսածից, իրանց գիտությունից, բայց ինքը խոսում էր իր տեսածից, իր ապրածից, իր կյանքից, նա հոր ծոցում էր եւ հոր ծոցից եկել էր եւ հորը ներկայացնում էր, ու մարդիկ լսում են ու ասում են, «Էսով է»։ Դու ով ես։ Շատերն ասում են, սա մեր հարևան Հովսեփի տղեն է,
պլոտնիկ հյուսն Հովսեփի տղեն, բայց ուրիշները որ նրա հետ նայում են, սա ուրիշ է, սա այդ չի, մենք տեսել ենք, նա սովորական իհարկե մեծացել է մեր նման, բայց հիմա մեր նման չի դարել, նա ուրիշ է, որովհետև նրանք չգիտեին, թե նա որտեղից է եկել։ Նա եկել էր հոր մոտից, որը նրանք չգիտեին, եւ ինքը եկավ ու ցույց տվեց հորը։ Որպեսզի մարդը հանդիպի, մարդ կամ Աստծուն ճանաչի, նա կարիք ունի հանդիպում ունենալու նրա հետ։ Ես ու դու կարիք ունենք հանդիպ։ Միակ բանը, որ մեր կյանքը կարա փոխի, դա նրա հետ հանդիպումն է։ Մենք շատ կարան գանք, գնանք, ասենք, խոսանք, պատմենք, բայց երբ որ մարդը հանդիպում է, այդ ժամանակ ինքը հասկանում, թե ով է ինքը եւ ով է նա։ Այդ նան ասում է, որ ամենն է ամենի մեջ։ Այդ նան հենց այդ քո կարիքն է, որ քեզ թվում է, թե քո կարիքը քո կենցաղն է, քո ֆինանսն է, քո գործն է, քո իմ ու քո կարիքը ինքն է։ Ավետարանի մեջ շատ տեղեր կա, որ տարբեր տեղերում մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր որ հանդիպեցին Հիսուսին կամ Աստծուն։ Աստվածաշունչը տարբեր պատմություններ ունի, շատ տարբեր տեղեր, տարբեր բաներ է գրած։ Մի պատմություն, որ մենք գիտենք Ծննդոց գրքի մեջ, որտեղ Հովսեփ անով, Հակոբ անով մի հատ անձնավորություն կար։ Հակոբը Աբրահամի թոռն էր, Իսահակի տղեն։ Հակոբը մի հատ ընտանիքից էր կամ մի հատ սերունդից էր, որոնք որ ճանաչում էին Աստծուն։ Թե Աբրահամն էր հանդիպում ունեցել Աստծո հետ, հիշում եք, երբ որ Աստված իրան ասեց, որ տար որդուդ զոհի, մի ուրիշ անգամ դրանից առաջ ասել էր, որ դու քո սերունդը պետքա շատացնեմ։ Մի խոսքով իր պապը Աստծուն ճանաչող մարդ էր։ Իր պապը Աստծո հետ հանդիպում ունեցած մարդ էր։ Իր հայրը Իսահակը ինքն էլ էլի Աստծո հետ հաղորդակցություն ունեցող, Աստծո հետ հանդիպում ունեցող մարդ էր։ Եվ Հակոբի կյանքը մի հատ հետաքրքիր փուլերով անցնում։ Ինքը գիտեր ինչ է նշանակում օրհնությունը կամ օրհնվելը։ Որովհետև հավանաբար լսած կլներ իր պապուց, իր հորից Աստծո մասին, Աստծո օրհնությունների մասին։ Եվ երբ որ իրանք ինքը ծնվում էր, իրանք երկվորյակ էին։ Ծնվելուց ինքը երկրորդն էր, ինքը փոքրն էր։ Եվ երբ որ ծնվելուց ինքը բռնել էր իր մեծ աղբոր ոտից։ Ու իր անունը դրեցին ոտ բռնող։ Հակոբ նշանակում է գարշապար բռնող։ Բոլոր Հակոբները թող ձեռքով անեն։ Իմացաք ձեր անունը ինչ է։ Հակոբ նշանակում էր ոտ բռնող։ Բայց այս պատմության մեջ կարևորը ոչ թե իր անունն է, այլ այն, որ Իսահակը պետքա օրհներ այս երկու աղբերներից մեկին, եւ դա իր ավակ եղբայրն էր։ Եվ Հակոբ սրա մասին իմանալով, չգիտեմ ասեմ նենգությամբ, թե խաբեությամբ, բայց այնուամենայնիվ այնպես արեց, որ այդ օրհնությունը ինքը վերցնի։ Եվ երբ որ այդ օրհնությունը հայրը տվեց իրան, ասեց օրհնում եմ քեզ, գնա։ Մեծ աղբերը իմանալով բարկացավ, այն աշճան, որ որոշեց սպանել իրան։ Եվ Հակոբը ստիպված եղավ հորտանից փախնի։ Եվ գիտեք, ինքը երկու անգամ խաբեց։ Մի անգամ խաբեց Եսավին, Թանապուրի, որ սոված եկավ, ասեց անդրագությունը տուր ընձի ու ես քեզ ճաշ տամ։ Էլ ասեց ինչի՞ սա պետք է էսի, տալիս եմ քեզ, մենակ հիմա փորս սոված է, փորս կշտանա։ Երկրորդ անգամ ինքը խաբեց իր հորը, որովհետև հայրը քանի որ տարիքով մեծ էր, չէր տեսնում։ Ու ինքը եկավ հոր մոտ, ասեց ես Եսավն եմ։ Ասեց դե որ Եսավն ես, արի քեզ օրհնեմ, ու օրհնեց։ Ինքը երկու անգամ խաբեց, բայց դրանից հետո ինքը 20 տարի խաբված ապրեց։ Ինքը երկու անգամ խաբեց, բայց այդ խաբեությունից խաբելուց այդ օրերից հետո ինքը 20 տարի խաբված ապրեց։ Այս մարդու ցանկությունը ընդամենը օրհնված լինելն էր։ Ընդամենը նա ուզում էր օրհնված լինի։ Ինքը վատ բան չէր ուզում։ Ինքը սխալ բան չէր ուզում։ Ինքը նախանձավոր էր, քանի որ ինքը լսել էր Աստծո օրհնությունների մասին։ Ինքը Աստծուն մի տեսակ ուրիշ ձև էր պատկերացնում, մի տեսակ ուրիշ ձև էր ուզում։ Ու գիտեր, որ օրհնված մարդը, այն մարդը, որը օրհնված է, նա մի ուրիշ մարդ է։ Սովորական չի, այդ օրհնությունը ամեն մեկը չունեին այն ժամանակ, հատուկ մարդիկ էին օրհնվում, օրինակ
Եսավը պետքա լիներ օրհնվածը։ Բայց Հակոբը որոշեց, որ չէ, ես եմ ուզում լինել։ Ինքը որոշեց դա։ Եվ դա վատ բան չի, երբ որ մարդը իսկապես օրհնության գինը գիտի, օրհնության արժեքը գիտի։ Դա վատ բան չի, դա լավ բան է։ Բայց երբ որ այս 20 տարիները անցավ, Հակոբը այդ օրերի մեջ ճիշտ է, ինքը հարստացավ, ինքը ունեցվածք ունեցավ եւ այլը, բայց մի բան կար, որ իր կյանքի մեջ պակասեր։ Ինքը իր եղբոր հետ հաշտ չէր։ Ինքը իր աղբոր հետ դեռ հաշտված չէր։ Այն խափելու օրվանից անցել էր 20 տարի եւ նրանք իրար հետ չէին ապրում, իրանք իրարից հեռու էին։ Եվ մի օր Հակոբը որոշում է հետ գնա, վերադառնա աղբոր հետ հաշտվելու։ Եվ այստեղ է որ տեղի է ունենում այն, որ միանգամից հեղաշրջում է իր կյանքը։ Այս հետդարձի ճամփեն է, որ ճակատագրական է լինում Հակոբի համար, որովհետև հետդարձի ճամփին ասում է մի օր, մի գիշեր նա տեսավ Աստծո հրեշտակին։ Ու ասում է բռնեց նրան ու ասեց մինչև ինձ չորհնես, ես քեզ բաց չեմ թողնելու։ Ու ասում է սկսեց գոտեմարտել հրեշտակի հետ եւ ասում է այնքան համառորեն էր դա անում, որ արդեն արշալույսը արդեն լույսը բացվելու մոտ էր, ու հրեշտակը կպնում է իր ոտի այդ ջլերին ու ոտքը թուլանում է Հակոբի։ Բայց Հակոբը ասում է բաց չի թողնում, ասում է մինչև ինձ չորհնես, քեզ բաց չեմ թողնելու։ Տեսեք, այն ժամանակ իր հորը գնաց ասեց ինձ օրհնի խաբեությունով, բայց հիմա բռնել է հրեշտակին, հիմա էլ հրեշտակին է ասում ինձ մինչև չորհնես, ես քեզ բաց չեմ թողնելու։ Եվ երբ որ ինքը թուլացած ոտքով նորից է պնդում ու համառում, որ պետք է փոխես, ասում է ի՞նչ է քո անունը։ Հրեշտակը հարց է տալիս, ասում է քո անունը ի՞նչ է։ Ու ինքը ասում է իմ անունս գարշապար բռնող է։ Իմ անունս Հակոբ է։ Ասում է սրանից հետո քո անունը էլ Հակոբ չի լինի։ Սրանից հետո դու կլինես Իսրայել։ Հակոբը գարշապար բռնողը փոխվում է դառնում է Իսրայել, այսինքն Աստծո հետ մարտնչեցիր եւ հաղթեցիր։ Աստծո հետ հանդիպելով է, որ մենք դառնում ենք հաղթող։ Առանց Աստծո մարդը հաղթանակ չունի։ Եվ ո՞րն էր այդ օրհնությունը։ Այդ օրհնությունը այն էր, որ իր սերունդից ծնվեց Հիսուսը։ Աստծո օրհնությունից է, որ մարդու կյանքում ծնվում է Հիսուսներ։ Աստծո հետ հանդիպումից է, որ մեր կյանքը դառնում է պտղաբեր։ Աստծո հետ հանդիպելով է, որ Հակոբը իրապես օրհնվեց։ Այն խաբեությամբ օրհնությունը չէր, որ Հակոբին օրհնված դարձրեց, այլ այս հանդիպումն էր, որովհետև այս հանդիպումից հետո նա դառավ օրհնված կամ եղավ օրհնված։ Այս հանդիպումից հետո Հիսուսը ծնվեց իր սերունդից։ Այս հանդիպումից հետո ինքը հաշտվեց իր աղբոր հետ։ Այս հանդիպումից հետո, որ նրանք օրհնված դառան, շատացան ու բազմացան։ Որովհետև օրհնությունը խաբեությունով ոչ մեկ չի կարա։ Մենք ինքնախաբեությունով մենք չհամոզենք, թե մենք օրհնված ենք։ Մինչև մենք Աստծուն չհանդիպենք, մինչև Աստծուն դեմ առ դեմ դու չտենաս, դու այդ օրհնությունը չես կարա իմանաս ինչ է։ Օրհնությունը դա նյութական կամ ֆիզիկական մի բան չի, մատերիա չի։ Շատ անգամ մենք նայում ենք մարդը, որ հարուստ, ասում ենք օրհնված է, ունեցվածք ունի, ասում ենք օրհնված է, բացարձակ ունեցածը, տունը, մեքենան, ոչ մի բան, եկեղեցաշենքը դրանք օրհնություններ չեն։ Փողը դա օրհնություն չի, օրհնությունը դա հոգևոր բան է, իսկ մնացածը օրհնված մարդու օրհնության հետևանքներն է։ Մենք հետևանքներն ենք համարում օրհնություն եւ մտածում ենք ով շատ ունի ինքը օրհնված է։ Շատ ունեցող լիքը մարդ կա, որոնք անեծքի մեջ են ապրում, որովհետև Քրիստոսին չեն ճանաչում։ Լավ մարդը չէ, որ դառնում է քրիստոնյա վայել մարդ։ Լավ մարդիկ շատ կան, բայց Քրիստոսին չեն ճանաչում։ Մենք շատ անգամ մեր տարբերությունը փորձում ենք ասում ենք, որ մարդը պետք է իր վարքով, իր կյանքով տարբերվի, որովհետև ինքը քրիստոնյա է։ Բայց ես գիտեմ մարդիկ, ճանաչում եմ մարդկանց տարբեր կրոններից, բուդդիստներ, մուսուլմաններ, որ եկեղեցի եկող հավատացյալներից ավելի բարեվարկությամբ օրինակելի են, բարեգործություններ են անում, աղքատներին տանում են իրանց տունը, հիվանդներին ձրի բժշկություններ են անում, բայց նրանք Քրիստոսին չեն ճանաչում։
Երբ որ մենք խոսում ենք տարբերվելու մասին, սրա մասին չէր, որ մենք պետքա տարբերվենք այս բարություններով կամ լավ բաներով։ Լավ բաներ անում են բոլորը, բոլոր կրոնների փիլիսոփայությունը բարությունն է, ազնվությունն է, բայց քրիստոնյաները եւս փորձում են այդ նույն կրոնների նման իրանք էլ մենք պետքա բարի լինենք, մենք պետքա ազնիվ լինենք, մենք չպիտի խաբենք։ Բոլոր կրոնների մեջ էլ ասում է, որ պիտի չխաբես։ Բոլոր կրոնների մեջ էլ ասում է, պիտի աղքատին օգնես։ Ամեն տեղ է ասում, բայց քրիստոնեությունը տարբերվում է ոչ թե այս վարքով, ոչ թե այս գործողություններով, այլ քրիստոնյան տարբերվում է իր կյանքով, երբ որ քո կյանքում կա կյանք եւ դու խոսում ես, մարդը լուսավորվում է, դու ասում ես, մարդը շնորհք է ստանում, դու ասում ես, մարդու համար հնարավորություն, հույս ես բացում, մարդը քեզ տեսնում է, նայում է ու ասում է դու ով ես, դու ուրիշ ես, շատերն են անում այդ բաները, բայց քո արածը ուրիշ է, քո արածի մեջ մի ուրիշ բան կա։ Այդ նույնը ինչ որ Հիսուսին ասեցին, որ դու ուրիշների նման չես խոսում, այ երբ որ մարդը հանդիպում է ու այդ օրհնությունը ինք իր կյանքի մեջ ընդունում է կամ լինում է, նա դառնում է այդ ուրիշը, այդ տարբերվողը, նա տարբերվում է ոչ թե իր համեստությամբ, այլ տարբերվում է այն խաղաղությամբ, որը ոչ մեկ չունի։ Թե մարդիկ քեզ նայում են, դու մի ուրիշ խաղաղություն ես, որովհետև խաղաղությունը դա զգացմունք կամ զգացողություն չի։ Խաղաղությունը դա անձ է, եւ ում դու այդ հանդիպում ես այդ անձին, դու ինքդ իրան նման ես դառնում, եւ ոչ թե որ դու ես քեզ փոխում, դու քո վրա աշխատելով չես կարա իրան նման դառնաս։ Այնպես որ Հակոբը փոխվեց, դա գերբնական էր։ Նա հին մարդը մեռավ, նոր մարդը ծնվեց, որովհետեւ ծնունդը կամ վերստին ծնունդ ասում ենք, դա ես չեմ որ որոշում եմ վերստին պետք է ծնվեմ։ Ոչ մի ծնվող իր կամքով չի ծնվում։ Ես ու դու չենք որոշել որ պետք է ծնվենք։ Ինձ ու քեզ չեն հարցել ուզում ես ծնվես թե չես ուզում։ Հիսուսը երբ որ գալիս էր աշխարհ, ոչ մեկիցս չհարցեց կարելի է թե չի կարելի։ Կուզեք թե չեք ուզի։ Ինքը եկավ, որովհետև այտենց ուզեց։ Ինքը մեզ վերստին ծնեց, որովհետև ուզեց այտենց լինի։ Հիմա ում եք մեղադրում, ում վրա եք կասկածում, ինքը ուզեց, ինձնից չի, իմ կամքից չի, ինքը ինձ չի հարցրել, դու կուզես վերստին ծնվես, եթե հարցներ կմտածեի, բայց քանի որ չի հարցրել, նա ինձ առանց հարցնելու ինձ վերստին ծնել է, քեզ վերստին ծնել է, հիմա դու կամ հավատում ես դրան, կամ չես հավատում, բայց ասում է, ով որ հավատա, նա կփրկվի, փրկությունը այս հավատքով է, ոչ թե քո ջանքով է, ոչ թե քո աշխատանքով Կրոնը ասում է, որ դու պիտի աշխատես, դու պիտի փոխես, դու ինչ որ բան պիտի անես, բայց հավատքը ասում է, արդեն ամեն բան արված է։ Դու կամ հավատում ես, կամ չես հավատում։ Հնարավոր չի մի բան անել, ինչը որ մարդու գերբնականը բնականի հետ չես կարա։ Մենք բնական կամ սովորական մարդիկ ենք, իսկ այն ինչ որ ինքն է անում, դա մարդու պատկերացումներից վեր է, դուրս է, մենք չենք կարող դա հասկանանք, ինչպես որ Նիկոդեմոսը չհասկացավ, երբ որ Նիկոդեմոսը եկավ Հիսուսի մոտ, իրան հարցնում էր, ասում էր ինչ անենք, ոնց անենք, ինքը Իսրայելի մեջ իշխան էր, Իսրայելի վարդապետ, ու երբ որ Հիսուս նրան ասեց, որ մարդը մինչև վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի տենա։ Ասում մարդը պետք է վերստին ծնվի, որ Աստծո արքայությունը տենա։ Ու Նիկոդեմոսն էլ զարմացած հարցում, ասում, բայց որ մեծ չափած մարդը դա ոնց հնարավոր է նորից մտնի իր բանը, որովայնը ու նորից ընդեղից դուրս գա, դա հնարավոր չի։ Դա տրամաբանություն չկա դրա մեջ։ Հիսուսն էլ հարցում, բայց ոնց դու Իսրայելի վարդապետ ես ու չգիտես։ Երբ որ մարդը հանդիպում է Հիսուսին, փոխվում է իր աստվածաբանությունը։ Մենք շատ բաներ գիտենք, որ պիտի եկեղեցում սենց լինի, եկեղեցում պետք է լուրջ դեմքով գանք, զգաստկեցվածքով գանք, էսի կարելի, այնի չի կարելի, հավատացյալ։ Դու կարիք ունես իրան հանդիպելու։ Մարդը, որ հանդիպում է Աստծուն, ամեն ինչ փոխվում է։ Բաներ կա, դա մենք ենք որոշել, որ սենց անենք եւ այտենց անում ենք։ Բայց երբ որ մարդը հանդիպում է Աստծուն, այն ժամանակ տեսնում է, որ լրիվ ուրիշ է։ Եվ բանին այդ աստվածաբանությունը հակասող բան էր, ինչ է նշանակում վերստին ծնել, կամ ոնց թե Աստծո արքայությունը, ես ոնց անեմ բավե, ես եկա մարդ եմ, ոնց անեմ որ տենամ, ես էլ չեմ կարա նոր ծնվեմ։ Ու Հիսուսն այստեղ շարունակում է, ասում է, դու Իսրայելի վարդապետ ու չգիտես, չես կարդացել, որ Մովսեսը, ինչպես Մովսեսը օձը բարձրացրեց անապատի մեջ, հիշում եք այդ պատմությունը, որ ովքեր որ նայեցին այդ օձին չմեռան։ Այնպես էլ ասում է մարդի որդին պետքա բարձրանա։ Եվ ով որ հավատա,
ինքը կփրկվի։ Այսինքն ինքը ասեց, որ այդ ծնունդը քո պատկերացրած ծնունդը չի, որ դու որոշես նորից ծնվել։ Ինքը ասեց, ինչպես որ Մովսեսը դա արեց ու նայողները փրկվեցին, այնպես էլ ես եմ անելու, ով որ հավատա, ինքը կփրկվի։ Քեզնից ոչ մի մենք երբեմն աշխարհության աղոթք անելուց հետո մեզ թվում է թե վերջ մարդը վերստին ծնվավ։ Վերստին ծնունդը առանց Աստծո հետ հանդիպման չկա։ Չկա մարդ, որովհետև վերստին ծնունդը դա գերբնական բան է։ Դա Աստծո նվերն է, դա Աստծո շնորհքն է։ Դու միջև իրան չհանդիպես, միջև իրան չտենաս, մենք չենք կարող դա հասկանանք դա ինչ է։ Եվ երբ որ նրան հանդիպում ենք, էլի չենք հասկանում դա ինչ է, բայց մի վերապրում ենք ունենում, որտեղ մենք մեզ զգում ենք նոր արարած, որովհետև նա մեզ նոր արարած ասավ, նոր ստեղծագործություն, այն մեղքը կամ մեղքը, այն որը անեծքի հետևանքն էր, այդ ամեն ինչը ջնջեց ու մի նոր անուն գրեց։ Մի նոր պատմություն, եւ այդ պատմությունը, որը որ գրեց, մի նոր էջ էր, մի նոր սկիզբ։ Դրանից հետո փոխվեց ամեն բան, ու ասում է, ձեր մեղքերը ես գցեցի ծովի խորքերը, վերջ, ել չեմ հիշում։ Իսկ մենք ամեն անգամ գալիս Տեր կներես մեզ, Տեր կներես մեզ, Տեր կներես մեզ։ Մենք շարունակ խոսում ենք մեղքի մասին։ Մենք անընդհատ խոսում ենք մեղքի մասին, բայց ավետարանը մեղքի մասին չի։ Ավետարանը փրկության մասին է։ Որ Հիսուսն ասում է ավետարանը քարոզեք, ինքը ասում է ավետարան, այսինքն բարի լուր, լավ նորություն։ Իսկ եթե որ մենք խոսում ենք, այնտեղ մեղքի հետ կռիվ ենք անում։ Պետք է անեմ, պետք է չանեմ, չէ, չեմ անելու, այսօր արեցի, այսօր չարեցի, այսօր հաղթեցի, այսօր պարտվեցի։ Պողոսն ասում է՝ «Մա, ուրա քո խայթոցը, գերեզման, ուրա քո հաղթությունը»։ Մա, ուրա քո մա ինչ նկատի ունի մեղքին, որովհետև մեղքի վարձքն էր մահը։ Ասում է՝ «Մա, ուրա քո խայթոցը»։ Գերեզման, ուրա քո հաղթությունը։ Երբ որ Հիսուսը հարություն էր առեք, մտան գերեզման ու գերեզմանը դատարկ էր։ Մահը չի կարող կյանքը իր մեջ պահել։ Ինչպես որ խավարը չի կարա լույսը իր մեջ խավար չունի, այնպես էլ կյանքը իր մեջ մահ չունի։ Մեղքը չի կարա քեզ համար, դու կարող ես ինչ որ բաներից սխալվել, բայց եթե դու խոսում ես անդադ մեղքի մասին, ինչքան խոսաս, այդքան դու դրա մեջ ապրելու ես։ Ինչի մասին շատ ես խոսում, նշանակում է դու դրա մասին ես մտածում։ Եթե քո խոսքի մեջ կա Քրիստոսի շնորհքը, ավետարանը, բարի լուրը, եթե դու դրա մասին ես խոսում, նշանակում է քո կյանքում բան է փոխվել։ Բայց եթե դու էլի խոսում ես մեղքից ազատվելու մասին, նշանակում է դու դեռ չես հանդիպել նրան։ Որովհետև նրա հետ հանդիպելուց նա կյանքն է։ Երբ որ մարդը կյանքին է հանդիպում, այն ժամանակը հասկանում, որ ասեց ես եկա, որ դու կյանք ունենաք եւ էլ ավելի։ Երբ որ մարդը կյանքը ընդունած է, նա մեռնելու մասին չի մտածում։ Մահվան մասին չի մտածում։ Ընդհակառակը, երբ որ դու կյանք ունես, դու կյանք ես տալիս։ Որովհետև ասում է քո փորից դուրս ա գալի կյանքի ջրի գետեր, ոչ թե դուրս ա գալի, այլ բխում է, հորդում է ու մարդկանց տանում է, սրբում է։ Հենց սա է, որ մենք կարիք ունենք հանդիպել իրան։ Մենք կարանք անգիր շատ բաներ անենք, ենթագիտակցաբար շատ բաներ անենք, բայց մեր ենթագիտակցությունը չի մեզ փոխողը։ Եվ այո, երբ որ մենք հանդիպում ենք իրան, մենք գիտակցում ենք, որ ինչ որ մի բան փոխվել է։ Մենք հասկանում ենք, որ այն առաջվանը չենք, եւ մեզ դուր է գալի այս նորը, որովհետեւ այս նորի մեջ կա ուրիշ մի բան, այս նորը գերբնական է։ Եվ էսա որ մեզ տալնում է դարձնում է նրան նման։ Եվ երբ որ մարդն հանդիպում է Աստծուն, այդ ժամանակ դու հասկանում ես, որ ինքը մի հատ քաղցր բան է։ Ինքը դառը չի։ Նոր Սաղմոսների մեջ կարդաց ասեց, որ ճաշակեցեք ու տեսեք, որ ինքը քաղցր է։ Չեմ կարում, չի ստացվում, դա հնարավոր չի։ Չես կարում եւ չի ստացվում, որովհետեւ իրան չես ճանաչում։ Դու իր համը չես տեսել։ Բայց երբ որ նրա համը մտնում է քո բերանը, դու չես կարող չխորանաս։ Դու չես կարող չգնաս։ Որ դա քեզանից չի, դա ինքն է տանում։ Որովհետև Հիսուսն ասում է՝ դուք իմ մոտ չեք գա, եթե հայրը չես չքաշի։ Մենք չենք կարա այստեղով գնանք իր մոտ։ Մենք չենք կարա ոչինչ անել, եթե ինքը մեզ չքաշի։
Պապան եթե չքաշեց, մենք Հիսուսին չենք կարա գնանք։ Եվ ինքը եկավ հորը ներկայացնելու, ինքը եկավ հոր մասին պատմելու, որ ամեն մեկս ճանաչելով նրան մտնենք այդ արքայության մեջ։ Այդ արքայությունը բացեց ու ասեց «Այստեղ ընդեղ ման մի եկեք այդ արքայությունը»։ Այդ արքայությունը ամեն մարդ թող իր մեջ փնտրի, որովհետև այդ արքայությունը ձեր մեջ ապրում, որովհետև այդ արքայությունը ուտելիք ու խմելիք չի։ Սովորաբար մենք աղոթում ենք Տեր, վեսի կարիք ունենք, այնի կարիք ունենք, էսի տուր։ Հիսուսն ասեց ուտելու, հագնելու, խմելու համար էլ կատեգորիկ չաղոթեք, որովհետև դրանք հեթանոսներն են անում։ Հիսուսի խոսքերն են, ասեց մի աղոթեք, ինչ պետք է ուտեք, ինչ պետք է խնդրեք, խմեք։ Նայեք դաշտի շուշաներին, ոչ աղոթում են, ոչ բան են անում, բայց ամեն նույնիսկ Սողոմոնը իր նման չհագնվեց իր հարստության ու իր փառքի մեջ։ Նայեք երկնքի ծիտիկներին, թրջուններին, իրանք ոչ ծոմ են պահում, ոչ աղոթում են, բայց միշտ կուշտ են, միշտ լիքն են, միշտ հագեցած են։ Հեթանոսների նման ինձնից ուտելիք ու խմելիք մի ուզեք, ինչի, որովհետև ինքը գիտի մեր կարիքները։ Ինքը գիտի, բայց ասում է ամենից առաջ իր արքայությունը եւ իր արդարությունը խնդրեք, որովհետեւ այն ամեն ինչը ինքը իր ճոխության, լիության չափով կտա։ Մնացածը քո օրհնված լինելու հետևանքներն է, որը որ քո հետևից գալու է, բայց եթե դու փնտրում ես ուղակի հետևանքը ու ման ես գալի ընդամենը մի երկու կոպեկ, մի երկու կարիք, ես չեմ հասկանում հավատացյալ մարդը, որ ասում է ես կարիք ունեմ։ Քո կարիքը ինքն է, եթե դու իրանով լցված ես, նշանակում է, որովհետև իրանով լցված մարդը նշանակում է ապրել Աստծո արքայության մեջ, իսկ Աստծո արքայության մեջ կարիք չկա։ Աստծո արքայության մեջ կարիք չկա։ Աստծո արքայության մեջ սոված մարդ չի մնում։ Աստծո արքայությունը ուրիշ բաների մասին է, կյանքի մասին է։ Երբ որ մենք այդ արքայությունից դուրս ենք, այո, այս երկրային արքայության մեջ մենք կարիքներ ունենք։ Ու մենք զգում ենք այդ կարիքները, բայց բավական է Տիրոջ փառքը, իր թագավորությունը, իր արքայությունը ընդունես քո մեջ, ու դու կտենաս, որ դու տեղափոխվել ես ուրիշ արքայություն, որտեղ ուտելու ու խմելու մասին չեն մտածում։ Այդտեղ մտածում են նրա փառքի մասին, որովհետև դու տեսնում ես մեկին, որի լույսը շատ ուժեղ է, եւ երբ որ դու այդ լույսը տեսնում ես, այդ լույսը հենց այդ ճշմարտությունն է, որ լուսավորում է քեզ, ու դու հասկանում ես, եւ այստեղ ես դու հասկանում, որ առաքյալն ասում էր ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, ամեն բան կարող եմ, էդի այն խոսքը չի, որ մենք կարող ենք մեխանիկորեն կրկնել կամ հիշել ու ասել, էդի այն խոսքն է, երբ որ դու Քրիստոսին հանդիպում ես ու դու հասկանում ես, որ իրանով ամեն բան կարած դու անես, որովհետև դու տեսնում ես, դու ճանաչում ես, դու նրա համը զգում ես ու դու տեսնում ես, որ այդ խոսքը դա ուղղակի գիր չի, գրականություն չի, դա անձ է, որով դու կարողանում ես ամեն բան անել։ Դա Քրիստոսն է, ոչ մի մարդ ուղղակի հենց այնպես ոչինչ չի լինում։ Քո կարիքը ինքն է, եթե դու իրան ունես, ուրեմն ամեն ինչ ունես, եթե դու նրան ճանաչում ես, ուրեմն դու հասկացել ես, որ քո կարիքը ինքն է։ Որովհետև երբ որ Մովսեսը Աստծուն հանդիպեց եւ իջավ մարդկանց մեջ տարբերությունը բացարձակ ակնհայտ էր։ Մարդիկ չեն կարողանում նրան նայել, որովհետև Աստծո մոտից այդ գած, Աստծո հետ հանդիպում ունեցող, Աստծուն ճանաչող մարդը մի հատ ուրիշ է, որ ինքը սովորական մարդկանց մեջ միշտ տարբերվում է։ Նա տարբեր է։ Մովսեսը իր տարբերությունը ոչ մի բանով ցույց չտվեց։ Մովսեսից որևէ բան կախված չէր։ Նա ընդամենը լցված էր նրանից, ում հետ որ հանդիպել է, որովհետև նա փայլում էր, նրա վրա լույս կար։ Այդ լույսը այնքան ուժեղ էր, որ մարդիկ ասում են՝ մի բան գցի քո վրա, մենք վախենում ենք։ Մի բան գցի քո վրա, որովհետև իր լույսը լուսավորում էր խավարը։ Խավարը չէր մոտենում, խավարը վախենում է լույսից։ Չէ, ասում է մարդիկ իրանց գործերից չեն գալի լույսի մոտ, որ հանկարծ չբացահայտվեն իրանք։ Երբ որ դու լույս ես, կամ քեզ շատ մոտ են գալու, կամ քեզնից փախնելու են։ Երբ որ դու լույս ես, լույսը ինչքան մոծակ, մժեղ, ինչ բան կա, սա քաշում է իր վրա։ Բայց խավարասերը լույսից փախնում է։ Նրանք ովքեր որ խավարին են, նրանք խավարին են, բայց նրանք ովքեր որ լույսին են, եթե դու լույս եղար, գալիս են դեպի քեզ, որովհետև դու քաշում ես։ Քո կյանքը տարբերվում է, դու ուրիշ մեկն ես։ Հիսուսի հետ հանդիպած մարդը միշտ ինքը գտնում է իր մխիթարությունը։ Հիսուսի հետ հանդիպած մարդը գտնում է իր փրկությունը, իր ներումը։ Մի հատ կին կար, որ բերեցին Հիսուսի մոտ ու ասեցին, «Էսի մեղավոր մարդ է, մեղքի մեջ մեղքի վրա բռնվել է»։
մեր աստվածաբանությամբ եւ իմիջիալոց քո աստվածաբանությամբ էլ, որովհետեւ իրանք բոլորը հրյա են ու Մովսեսի այդ օրենքներն ունեին։ Ինքը պետքա մեռնի, իրան պետքա քարգոծենք։ Եվ Հիսուսն բան ասեց ու գլուխ կախեց, սկսեց գետնի վրա ինչ-որ բան գրել, ասեց, ով որ ձեզանից ամեն մեղա, թող առաջի քարը ինքը գցի։ Հիսուս չասեց, վայ, գիտեք ինչ, ես սեր եմ, եւ չեմ ուզում իրան, եւ եկեք ներենք։ Ես սեր եմ բերել։ Ասեց, ով որ անմեղա, թող առաջի քարը, ես համաձայն եմ ձեր հետ, պիտի մեռնի, ես էլ համաձայն եմ, քարը ով որ անմեղա, թող ինքը գցի առաջինը։ Ու կրացավ գետնի վրա ինչ-որ բան էր անում, բան էր գրում։ Ու երբ որ գլուխը բարձացեց, տեսա, որ ինքը մենակ է մնացել այդ կնոջ հետ։ Մարդ չկա։ Ու հարցում է, բա ուր են։ Ասա դե գնացին։ Ու Հիսուսը ինչ է ասում, հաջորդ ֆրազան, ասում է, ես քեզ չեմ դատապարտում։ Ես քեզ չեմ մեղադրում։ Միակ մարդը կամ միակ անձը, որ իրավունք ուներ դատապարտելու, մեղադրելու, ասեց, ես դա չեմ անում։ Գնա ու էլ մեղք մի գործի։ Բայց գիտեք հետաքրքիրը որն է։ Այս կինը ներեգություն չխնդրեց։ Այս կինը որևէ ապաշխարության բան չկար, որ ասենք, այտենց մեղավորի աղոթք չարեց։ Ինչ որ մի բան չարեց, ուղղակի այտենց խեղճ ու կրակ ընկած էր, այտենց նայում էր, սպասում էր, տեն այս ինչ ասելու, վերջը իրան սպանելու են, թե չէ։ Բայց Հիսուսն ասեց, ես քեզ բան չունեմ ասելու, գնա, ուղղակի մեղք մի գործի, գնա ապրի, գնա հանգիստ ապրի քո համար, մեղք մի գործի։ Ինչի, որովհետև երբ որ մարդը հանդիպում է Հիսուսին, երբ որ մարդը հանդիպում է Աստծուն, երբ որ մարդը Աստծուն է տեսնում, ինքը այդ մխիթարությանն է հանդիպում ու տեսնում է, որ այնտեղ դատապարտություն չկա, ու այնտեղ տեսնում է ոչ թե մեղադրող, ոչ թե գցող, ոչ թե նվաստացնող, ոչ թե փոքրացնող, այլ տեսնում եմ մեկին, որի մոտ դու կարող ես ապահով զգալ։ Երբ որ այս կինը հանդիպեց այդ փրկությանը, այդ կյանքին, կարիք էլ չկար, որ ինքը ինչ-որ խոսք ասի, որ Տեր կներես ինձ։ Որովհետև այդ կներեսը արդեն ինքը ապրեց։ Այդ ժամերի, այդ րոպեների մեջ ինքը մահվան մեջով անցավ, որովհետև հասկացավ, որ ինքը ինչ էր արել եւ հիմա ինքը ում մոտ է։ Ինքը տեսավ Հիսուսին, ինքը տեսավ այդ փրկությունը եւ ինքը ընդունեց դա։ Դրա համար Հիսուսն ասեց, գնա ազատ ես։ Երբ որ մենք Աստծո առաջ ենք գալի, մենք անընդհատ նույն բանը կրկնում ենք, Տեր կներես։ Տերը այդ ամեն ինչի հարցը լուծեց մի անգամ ու մեկ ընդմիշտ։ Խնդիրը լուծված է։ Մենք խի ենք շարունակ խոսում ես բաների մասին, որովհետեւ մենք ուզում ենք կամ գիտենք, թե պետքա մենք քրիստոնեավայել ապրենք։ Բայց քրիստոնեավայել ապրելը դա ոչ թե մեղք չգործելն է, այլ Քրիստոսի հետ հարաբերվելն է։ Որովհետև իր հետ հաղորդակցությամբ մեղք չկա։ Այդտեղ մեղք չկա։ Մարդիկ խի են մեղք գործում, որովհետև իր հետ չեն ապրում կամ որովհետև իր հետ չեն գործում։ Իր հետ չկան։ Աստծո այդ հանդիպումը հենց սա է, որ մեզ փոխում է, ոչ թե մեր ուժով, մեր ջանքով, մենք մեր վրա աշխատելով, դու քո վրա ինչքան ուզում ես աշխատի։ Ոչ կարաս մազը ծևացնես, ոչ կարաս բոյդ ավելացնես կամ կարճացնես։ Բայց երբ որ մարդիկ հանդիպում են Հիսուսին, փոխվում են գերբնական, որովհետև ինքն է փոխողը։ Մի ուրիշ մարդ անունը Զաքեոս որոշեց, որ պիտի Հիսուսին հանդիպի էլի։ Տեսեք, Աստվածաշնչում լիքը մարդիկ կան, ու ամենահետաքրքիրը որն է, որ մեծամասամբ մեղավոր մարդիկ ուղղակի ուզեցին հանդիպել։ Զաքեոսն էլ մեկն էր, որ մաքսապետ էր, մեղավոր այն իմաստով, որ շատերից գրփել էր, թալանել էր, տամոժնիկ մարդ էր։ Տամոժնիայում էլ ինչ է կատարվում, մենք բոլորս գիտենք։ Ու երբ որ Հիսուսը տեսավ իրան, ասեց, արի այսօր ես քո տուն եմ գալու։ Երբ որ մարդը շատ անգամ ասես կարող է հարց առաջանա, բայց ես ո՞նց հանդիպեմ իրան։ Դա ո՞նց է հնարավոր։ Շատ պարզ։ Դրա համար ոչ ուժ է պետք, ոչ զոր տալ է պետք։ Դրա համար ընդհանրապես պետք է, ասում է, ինքն է ասում, մոտեցեք ինձ եւ ես ձեզ կմոտենամ։ Կամ մի ուրիշ տեղ ասում է, կանչի ինձ եւ ես քեզ կպատասխանեմ։ Մի ուրիշ տեղ ասում է, բայց ամեն իրան մոտեցող ուղղակի մի բան պետք է անի։ Ուղղակի պետք է հավատա, որ ինքը կա։ Ու վերջ։
պետք չի տենց ինչ որ հատուկ բառերով աղոթք սովորել ու այդ աղոթքը անես մտածելով որ այ հիմա կլինի։ Նույնիսկ մարդիկ փորձում են, ասում են երևի մենք շատ մեղավոր ենք, դրա համար հիմա Աստված մեր մի քիչ մեր մեղքերից մաքրվենք, հետո նոր մեր երես կբռնի կամ եկեղեցի գան կամ Աստծուն աղոթենք կամ ինչ որ բան ուզենք։ Խաբեություն է, սա բացարձակ սուտ է։ Մենք առանց Աստծո մեղքից չենք ազատվի։ Մենք առանց իր հետ հանդիպելու որևէ բան չի փոխվի։ Բայց երբ որ մարդը հանդիպում է, երբ որ նա գալիս է, այդ ժամանակ է որ դու հասկանում ես, որ դու կյանք ունես, այ դու կյանքի հետ հանդիպեցիր, եւ այդ կյանքը, որ դու տեսնում ես, այդ է լուսավորում ու փոխում քեզ։ Եվ Զաքեոսն էլ ինքն էլ ուզեց թե եւ Հիսուսն ասեց, այսօր ուրեմն քանի որ ուզում ես, ինքը ուզում էր։ Եվ Հիսուսը տեսնելով իր ցանկությունը, ասեց այսօր կգամ քո տուն։ Նա Զաքեոսը մտադրություն չուներ Հիսուսին իր հետ իր տուն տանելու։ Նա ընդհանրեն ուզում էր տեսնի։ Ու այդ ցանկությունը այնքան մեծ էր, որ ինքը բարձրացավ մի հատ ծառ, որտեղ կոլոտ էր։ Ու Հիսուս տեսնելով այդ պստիկ մարդը, որ տենց հելել այդ ծառը, ասեց՝ «Ի՞նչ, գալու եմ քո տուն, մոտիկից ինձ տենաս։ Գալու եմ որ ինձ մոտիկից տենաս»։ Ու երբ որ նրանք գնացին իր տուն, տարավ իր տուն, այնտեղ խոսում էին դեսից, դենից եւ այլը։ Տարբեր բաներ տեղի ունեցավ, բայց ես ուզում եմ ընդհանրապես մի երկու բան դրվագ այդ հանդիպումից ասեմ։ Զաքեոսը նստած տեղը մեկել ասեց. «Ում որ զրկել եմ, ումից գրփել եմ, նրան կտանեմ 4 անգամ շատ կբաժանեմ»։ Բայց Հիսուս իրան տես բան չասեց։ Հիսուսը իրան չասեց, գիտես, այն մարդիկ, որ թալանել ես, տար հետ դու, մի բան արա, ասենք մեղ վերջ, այս մարդը փոխվեց եւ այդ փոփոխությունը գերբնական էր։ Նա ուղղակի գերբնական ձևի փոխվեց, որովհետեւ Հիսուսի հետ հանդիպված մարդը, Հիսուսին ունեցող մարդը չի կարա չփոխվի։ Եվ երբ որ դու այդ փոփոխությունը ունես, այդ ժամանակա որ դու կարող ես իր մասին վկայես։ Քո այդ խոսքը, որը որ դու ունես, մենակ այդ գերբնական փոփոխությունից հետո է որ դու կարաս պատմես։ Շատ անգամ մենք բան ենք անում, ծառայում ենք Աստծուն, առանց որ իրան ճանաչելու։ Մենք ծառայության մեջ էլ կարանք լինենք, տարբեր վազենք եկեղեցուց էստեղ, այնտեղից այնտեղ, եկեղեցում ինչ որ բան բստերենք, ուզենանք ինչ որ մի բան անենք, բայց առանց նրան ճանաչելու, առանց նրան հանդիպում ունենալու։ Պողոսն էլ Սողոսը ինքը գիտեր թե ինքը Աստվածաբան, նախանձավոր այդ Աստծո հանդեպ այդ նախանձավորությամբ լցված մարդ է, ունգել էր քրիստոնյաների ջանին, բռնում էր, տանում էր, սպանել էր տալի, բանտներ գցում, մի խոսքով մի հատ ահավոր կերպար։ Քրիստոնյաների բանն էր, մահն էր։ Որտեղ որ ինքը կար, այնտեղ քրիստոնյաները փախնում էին, հանկարծ Սողոսը չտենա իրանց, հանկարծ Սողոսի ձեռը չընկնեն։ Բայց ինքը այդ ամեն ինչը իսկապես անում էր մտածելով, որ Աստծո համար է անում։ Ինքը ծառայություն էր մատուցում Տիրոջը։ Իր հասկացած, իր ճանաչած Աստծուն։ Վերջի վերջո Աստվածաբան գրագետ Կիրթ Գամայղելի հետ Գամայղելից սովորած սովորական մեկը չէր, Կիրթ գրագետ Աստվածաբան երևի։ Ու մի օր իր առաջ կանգնեց Աստված։ Ուղղակի Աստված հանդիպեց իր ճանապարհին։ Պատահական։ Իր համար պատահական։ Ու երբ որ նա տեսավ այդ Աստծո փառքը, ասում անկավ գետին։ Գիտեք, երբ որ մարդ Աստծուն է հանդիպում, նա ոտի վրա չի կարող կանգնի, նա գնում է գետին։ Հովհաննեսը երբ որ տեսավ Աստծո փառքը, ասում մեռելի պես անկավ։ Երբ որ մարդ Աստծուն հանդիպում է, այդտեղ ամեն մարդկային բան ընկնում է։ Որտեվ ինքը գերբնական է, ինքը յուրահատուկ է, ինքը իր տեսակի մեջ միակն է, ինքը միակ Աստվածն է, որի հետ հանդիպելուց ինչ որ բան է լինում։ Շատ Աստվածներ կա, որը մարդ հորինել է, շատ Աստվածներ կա, որին մարդիկ հետևում են, մարդկանց իրանց հետևից գնում են։ Բայց այդ Աստվածները ընկնում են, ջարդվում են, փշրվում են, մեռնում են, բայց միակ Աստվածը, որը երբ որ հայտնվում է, մարդիկ են ընկնում, երբ որ կուրքերն են ընկնում, դա միակ Աստվածը ինքն է։ Եվ այնա վկայում իր իրական, իր ճշմարիտ լինելու մասին, որ ինքը հավիտենական է, ինքը մարդու մտածածը չի, ինքը մարդու հորինածը չի, ինքը մարդու կարծիքովը չի, ինքը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Եվ երբ որ հանդիպեց Սողոսին, Սողոսն էլ ընկավ, այդտենց ուժեղ ահու սարսուռ տարածող մի մարդ, որը որ իրան զգում էր ինչպես ձուկը ջրում, որպես մի իշխան, որպես մի հատ աս, որ իր ձեռքի տակ ուներ ծառաներ, զորքեր ու կարար մտնի ուր ինչ ուզես անի,
Եվ այդ ճանապարհով էլ գնում էր Դամասկով, որ այնտեղ էլ քրիստոնյաներին բռնի բերի Երուսաղեմ, ու հանկարծ իր ճամփին կանգնում է Հիսուսը։ Ու երբ որ ինքը գնում ասում է դու ով ես։ Ոնց այսքան վաղ դու ծառայում ես Տեր Աստծուն ու չգիտես ինքը ով է։ Ասում է ես այն Աստվածն եմ, ում հետևից որ դու ընկել ես։ Ու հաջորդ բանը ֆրազան որ ասում է ես հիմա ինչ անեմ։ Բա մինչև այդ դու գիտեիր ինչ ես անում։ Մինչև այդ ինքը այնքան վստահ է իր արարելիքի մեջ։ Երբ որ մենք հանդիպում ենք Աստծուն, երբ որ մենք Տիրոջ, այս ժամանակը որ մենք միակ հարց տալիս ենք, բա մենք ինչ անենք։ Ինչ անենք։ Մենակ ինքն է որ իրան հետ հանդիպելուց է որ դու հասկանում ես, որ դու ոչ մի բան չգիտես։ Որտեվ ինքը այնքան խորն է, որ ինչքան խորանաս ինքը խորն է։ Քեզ ասում են շատ մի խորացի։ Այդ խորանալը ինձնից չի, ուղղակի ինքը քաշում տանում է։ Ինքը նենց է որ այսօր դու մտնում ես դրա մեջ, դու չես կարող հետ քաշվես։ Ոնց կարաս դու խորանաս։ Դա անհնար է։ Եվ երբ որ մարդ հանդիպում է Աստծուն, այդ ժամանակ փոխվում է ամեն բան, եւ դա գերբնական է։ Քո ծառայության մեջ, իմ ծառայության մեջ, մեր ծառայության մեջ մենք կարիք ունենք իրան հանդիպելու։ Մենք ծառայությունը երբեմն անում ենք մեխանիկորեն, մեխանիկական։ Ժամը գիտենք, օրը գիտենք, անելիքը գիտենք ու մեխանիկորեն գնում է։ Բայց քո ծառայությունը, երբ որ դու անում ես իրան հետ հանդիպում ունենալուց, այդ ամեն ինչի մեջ երևում է ինքը։ Ոչ թե որ դու չես խոսում, այլ ինքն է խոսում։ Չէ, հենց դու ես խոսում, բայց իր մասին ես ասում։ Կա չէ որ մարդիկ ծառայում են ասում են, դե ես չարեցի, դա Տերն արեց։ Բայց դու իր անում։ Դա էլ մի հատ բան է, չէ, ասենք հոգևոր մի հատ այտենց կեցված կա որ դե մենք չէինք բան, Տերն էր։ Հա բայց դու էիր։ Դու էիր խոսում, դու էիր ասում, ես քո խոսալուց լսեցի, Տերը չասեց, դու ասեցիր, բայց դու ունենց ասեցիր, որ ես հավատացի քեզ։ Դու ունենց ես խոսում, որ քո խոսածածը հնարավոր չի լսել ու որտեվ դու երևում է որ ասում ես ինչ որ տեսածից, լսածից, իրականությունից, քո ասածը հեքիաթ չի։ Հիսուսը իմ հետևից միշտ անգած։ Որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Այնտեղ բոլորն են բոլորի հետևից ընկնում, հետև ազատ են։ Տիրոջ հոգին, որտեղ որ կա, այդտեղ ազատություն է։ Երբ որ մարդը ինչ որ մի գերություն կամ մի կապանք մի բան, որ ինքը շարունակ անում է ու չի կարող ազատվի։ Այդ մարդը ոչ թե պետքա վիզ դնի, ջանքանի անպայման մի բան անի, որ բրցնի, դու ընդհանրապես մի բանի կարիք ունես։ Եթե իհարկե ուզում ես։ Եթե ուզում ես։ Եթե չես ուզում, Պողոսն էլ Պետրոսի ձեռը բռնած գա, բան չի կարա փոխի։ Եթե դու ուզում ես, ընդհանրապես կարաս ուղակի լցվես Սուրբ Հոգով, ընդհանրապես հանդիպես քո Տիրոջը, ընդհանրապես հանդիպում։ Քեզ պետք է մի հատ հանդիպում։ Երբեմն մարդիկ իրանց հանդիպում խոսում են, որ ապաշխարեցին, երբ որ այն ժամանակ։ Այդ հանդիպումը մի բան է, որ առանց այդ հանդիպման դու չպետք է ապրես։ Աստծո այդ հանդիպումը դա ինչ որ 10 տարին մեկ տեղի ունեցող բան չի։ Դա այն ժամանակ, Մովսեսի ժամանակ էր, որ ես իմ քանի տարին մեկ Մովսեսը կարող է սարը բարձրանալ։ Բայց հիմա այդ սար բարձրանալու կարիք չկա։ Ինքը մեր մեջ է, ինքը մեր մեջ է։ Ինքը Սուրբ Հոգու ասում է, դու Սուրբ Հոգու տաճար ես, այդտեղ իր արքայությունը ինքը վերևը չի, ինքը իր արքայությունը իջացրեց ստեղ, որովհետեւ մենք ամեն օր, երբ ուզես ինքը այդտեղ է, երբ ուզես ինքը կա, եւ երբ որ դու հանդիպում ես իրան, այդ ժամանակ որ ամեն բան կարա փոխվի, իսկականից հեքիաթ չեմ պատմում, սա ճշմարտություն է։ Ամեն բան, որտեղ որտեղ որ իր հոգին է, այնտեղ ազատություն է։ Ամեն կապանքները քանդվում են, գերիները արձակվում են։ Ինքն է ազատության հոգին։
Եվ ինքը ինչ ուզում է, այտենց անում է։ Մենք կախված ենք իր կամքից, այլ ոչ թե մեր։ Երբ որ մենք ուզում ենք մեր կամքով ապրենք, մենք ինչ կուզենք կանենք, ոնց կուզես դա քո գործն է։ Ոչ մեկ քո ձեռը չի բռնելու, ոչ մեկ քեզ չի ստիպելու, ոչ մեկ քեզ չի արգելում։ Դու ազատ ես ինչ ուզում ես ապրի։ Ինչպես որ ասում է, չէ, երիտասարդ վարվի ինձ ոնց ուզում ես, բայց մենակ հիշի, որ քո կյանքի վերջում պետք է պատասխան տաս։ Բայց երբ որ մենք խոսում ենք Աստծո հետ հանդիպման, Աստծո հետ ապրելու, Աստծո հետ հարաբերվելու մասին, այստեղ չկա պարտադրանք կամ ինչ որ պարտականություն, այստեղ կա ընդհանրապես երբ որ դու նայում ես, դու տեսնում ես Հիսուսին, նա քեզ քաշում է, գայթակղվում ես, նա գայթակղիչ է։ Հիսուսը իր էությամբ շատ գայթակղիչ է, որ մարդ հանդիպում է չի կարող չգայթակղվի։ Մենք գայթակղվելը գիտենք նեղանալ, խռովել, գնալ, եկեղեցում ամեն ձևի ասում ենք այնց սպանենք, որ հանկարծ մեկը չգայթակղվի։ Եկեղեցում պետք է գայթակղություն, ապա մենակ Հիսուսի հանդեպ։ Երբ որ դու նայես նրան ու իրանով գայթակղվես, իրանով տարվես, գնաս իր հետևից, խորանաս իր հետևից, որովհետև ինքը քաշող է։ Ինքը քաշող է։ Որովհետև այս հոգին այն հոգու իրանից է, երբ որ մեր հոգին հանդիպում է այն ստեղծող արարիչ հոգուն, իրանք ներդաշնակվում են, իրանք միանում են, իրանք մեկ են դառնում, իրանք իրար հասկանում են։ Երբ որ դու հանդիպում ես, դու էլ խոսում ես ոչ թե քո կարիքների մասին, ասում ես լեզուներով, որովհետև լեզուն գիտի քո կարիքը եւ այդ անբարբար հառաչանքով, չէ, ասում է բարեխոս է լինում։ Թե ինչի համար պետք է աղոթենք, չգիտենք, բայց ինքը գիտի, երբ որ մենք հաղորդակցում ենք իր հետ այդ լեզվով, երբ որ մենք հաղորդակցում ենք իր հետ հոգով, ինքը հասկանում են իրար, եւ դու ես լցվում, եւ այստեղ դու ես փոխվում, եւ այստեղ մեր կյանքն է փոխվում, եւ ինքը միակ Աստվածն էր, Թագավորն էր, միակ արքայությունն է, միակ արքան է, որ որոշեց մի օր իշնի երկիր, մի օր որոշեց, որ գա այստեղ, մի օր որոշեց, որ իշնի երկիր, իրան ոչ մեկ չստիպեց։ Ոչ մեկ չհամոզեց Հիսուսին, որ գիտես ինչ կա, ինչ կլինի, արի մի հատ բան անենք, էլի գնա մի հատ այս մարդկանց մոտ, մի հատ այս ինչ են անում։ Մի բան արա, այս մարդկանց փրկենք։ Հիսուսին ոչ մեկ չի համոզել։ Հիսուսը լինելով թագավոր, այսինքն ինքը թագավորների թագավոր, ինքը լինելով տերերի տեր։ Գիտեք, աշխարհում թագավորները աշխատում են իրանց ժողովրդին այնպես են անում, որ իրանք հարստանան։ Բոլոր թագավորությունները, բոլոր իշխանները, բոլոր տերերը ամեն ինչ օգտագործել են, որ իրանք հարստանան։ Բայց մեր Տերը, թագավորների թագավորը, միակ թագավորը, աղքատացավ, որ ես ու դու հարստանանք։ Ինքը միակ թագավորն է, որ լինելով տերերի տեր, իր կամքով, ոչ թե որ եկավ ու ծնվեց գոմի մեջ, մսուրի մեջ։ Երբ որ մենք մեր երեխեքին ունենում ենք կամ ընդհանրապես ամեն ձև ստերիլ, ամեն պայմաններ ապահովում ենք, հանկարծ բակտերիա բան, ինքը ծնվեց թրիկների մեջ, ինքը ծնվեց խոտերի, մսուրի, գոմեշի, չգիտեմ ինչ, ոչխարի, ոչ թե որ խեղճ էր, ոչ թե որ հնարավորություն չուներ, ձեռաճար չկար, այլ որովհետև ինքը այտենց ուզեց, որովհետև ասում է նա աղքատացավ, որ մենք հարստանանք, մեր անօրենությունների պատիժը իր վրա, իր խաղաղության պատիժը իր վրա եղավ, իր վերքերով մենք բժշկված ենք, ինքն է մեզ դեպի իրան քաշում, որովհետև ինքը արեց դա, որովհետև ինքը այդպես ուզեց, դա մեզնից չի, ինքը մեզ չհարցրեց, որ դա անի։ Եվ եթե դու ինչ որ մի բան կա կյանքում, որ մտածում ես, ոչ մեկ քեզ չի հասկանում, ոչ մեկ քեզ չի պատկերացնում, թե դու ինչով ես անցնում, հավատա ոչ մեկին հետաքրքիրել չի, որ հասկանա կամ պատկերացնի, ամեն մեկը ինքը ինչ որ մի բանով անցնում է, ամեն մեկը իր բանը ունի, իր հարց ունի, իր խնդրեմ ունի, ամեն մեկն էլ անցնում է, բայց մի ամեն դեպքում դու կունենաս շատ մտերիմ մարդիկ, դու կունենաս շատ հարազատ մարդիկ, դու կունենաս շատ բարեկամներ, բայց ոչ մեկ իր նմանը չկա, ինքը միակն է, ինքը եզակին է, շատ անգամ դու քո հույսդ կամ սպասումներդ մարդուց ինչ որ բաներ, ակնկալիքներ ես ունենում ու հետո հապարզում է, որ դե ամեն մարդ ինքը չի կարող հասկանա մեր մտքերը կարդա, մեր ցանկությունները իմանա, բաներ կա, որ մենք չենք ասում, բայց սպասում ենք, բայց միակը, որ մեր մտքերը գիտի, մեր ցանկությունները գիտի, ամեն բան հասկանում է, դա ինքն է, մարդը քո մեր համար միակը չի, դու կարաս շատ ընկերներ ունենաս, լավ ընկերներ ու լավ բարեկամներ ունենաս, բայց Աստված իր նման ինքը միակն է։
իրա նմանը չկա, երկրորդը չկա։ Դու կարաս շատ անգամներ, շատ բաների մեջ, շատ տարբեր հարցերում դժվարություն ունենաս, բայց քո դժվարությունը ոչ թե մենք ու այդ դժվարությունը երբեմն այնքան է ծանրանում, այնքան է քեզ նեղում, որ դու ասում ես Տեր, ինչի ինձի թողեցիր։ Տեր, ինչի ինձի բան արեցիր, աչքիդ տենց մոռացել ես ինձի չես հիշում։ Մենք երբեմն Սաղմոսներն ենք կարդում, Սաղմոսների մեջ տեսնում ենք, երբ որ Դավիթը դժվարություններ ուներ, ինքն էր այդ բաները ասում, Տերը ինձ այսպես արեց, Տերը ինձ մոռացավ եւ այլ։ Բայց հիմա Տերը ոչ մեկին չի մոռանում։ Տերը երբեք որևէ մեկին չի մոռանում։ Այդ Սաղմոսները, որ ասում ենք, դրանք մի երգեր էին, գիտեք, որ Սաղմոսը ուղղակի երգ է, Դավիթը երգում էր իր երգը։ Դրանք Դավիթի երգերն էին։ Սաղմոսները կամ ընդհանրապես որևէ աղոտ, որևէ երգ, բայց նույն Սաղմոսների մեջ ասում է, բայց գիտես ինչ, նոր երգ երգի։ Երգը փոխի, մի նոր բան երգի, բայց երբ է երգը փոխվում, երբ է նոր Սաղմոս ծնվում, երբ որ դու Աստծուն նորովի ես հանդիպում։ Երբ որ մարդ Աստծուն հանդիպում է, այդ ժամանակ է փոխվում իր երգը։ Այդ ժամանակ է երգ ծնվում։ Այդ ժամանակ ես դու մոռանում ես դարդ ու ցավը ու տենում ես որ դու կյանք, հնարավոր չի դու կյանքին տենաս ու խոսաս մահվան մասին։ Հնարավոր չի լույսին հանդիպես ու խոսես խավարի մասին։ Հնարավոր չի զորությանը հանդիպես ու խոսաս տկարության մասին։ Դրա համար ասում եմ թող թույլ ասի զորեղ եմ ես։ Թող ամեն թույլ ասի ես զորեղ եմ։ Այդ զորությունը իմը չի, քոնը չի, ինձնից չի, քեզանից չի։ Այդ զորությունը Իրանից է, որ երբ որ Իրան դու հանդիպում ես, դու հասկանում ես թե ով է ինքը, եւ այդ զորությունը քո կյանք դու լցվում ես դրանով։ Ինքը թող քո համար լինի միակը։ Իրա փոխարեն քո կարիքը թող ավելի առաջ չլինի, քան ինքը։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ մենք չափազանցնում ենք երբեմն մեր խնդիրները, մենք մեծացնում ենք չափի շատ։ Ճիշտ է, ամեն մարդու դժվարություն իր համար իսկականից կարող է ծանր է թվում։ Բայց առաքյալը, երբ որ ասում է ամեն բան կարող եմ, ինքը էդի ասում է, որովհետև իսկապես դա ինքը տեսել էր ու ասում էր, որովհետև ասում է սովել տեսա, չքավորություն, ամեն ինչ տեսա։ Ամեն ինչ տեսա, բայց ասում է հետո ամեն բան կարամ։ Ամեն բան կարամ։ Ոչ թե մեր այստեղով, այդ ինքը ասում է Քրիստոսով։ Քրիստոսով։ Միայն Քրիստոսի հետ հանդիպում ունեցած մարդը կարա այդ անի, որովհետև ինքը կյանքի լույսն է։ Ինքը այդ լույսն է, որ մեր կյանքը լուսավորում է։ Գիտեք, լուսինը ինքը իրանից լույս չունի։ Լուսինը լույս, մենք գիշերը տեսնում ենք, երբ որ լուսնյակ գիշերա, ասում ենք լուսնյակ է եւ լույս է։ Բայց լույսը ինքը իրանից ոչ մի լույս չունի։ Լուսինը ցերեկը պարզապես իր լույսը կլանում է արևի ճառագայթներից։ Արևի ճառագայթներից վերցնում է ու գիշերը այդ լույսը տալիս է։ Մենք նույնիսկ ասում ենք լուսավոր լուսին է, բայց լուսինը լուսավոր չի։ Երբ որ մենք ենք հանդիպում Աստծուն, Աստծուց ընդունում ենք այդ լույսը, եւ այդ լույսը մենք բերում ենք խավար, խավար ցրվում է։ Մարդիկ տեսնում են այդ լույսը։ Այդ լույսը լուսավորում է մարդկանց։ Հիմա մենք կարիք ունենք հարաբերվելու, հանդիպելու Աստծուն, այդ լույսին, որովհետև այդտեղից է ասում է կյանքը։ Ինքը այդ կյանքը այդտեղից է։ Հալելույա։ Եթե կարելի է մեր եղբորը Ենոք։ God bless you, Ենոք ջան։ Մենք այսօր մեր կարիքը եկեք ես չեմ ուզում շատ ասեմ, որ մենք չգիտեինք այս ամեն ինչի մասին, մենք բոլորս գիտեինք այս ամեն ինչի մասին։ Այնպես չի, որ ես մի բան եմ ասում, որը որ օրինակ որևէ մեկը այդտեղ չգիտի։ Ուղղակի երբ որ մենք իրար հետ խոսում ենք սենց, իրար հետ հաղորդակցվում ենք, մենք քաջալերվում ենք, մենք էլի լցվում ենք, ինչ որ մի բան մեր մտքի մեջ հիշում ենք, փոխվում ենք, ցանկությունը առաջանում, ինչ որ մի բան ուզում ես անես, փոխես։ Մենք իրար հետ խոսում ենք, մենք այդ սկզբից որ ասում ենք Կիրակի օրը գալիս ենք եկեղեցի իրար շնորհք փոխանցելու։ Մենք չենք գալի եկեղեցի որպես ասենք Կիրակի օրը եկեղեցու օրը։ Ես էս էի ասում, որ մենք այստեղ գալիս ենք միասին իրան երկրպագելու, իր մասին խոսալու։ Մենք այսօր իր մասին ենք խոսում։
մենք իրան ենք տեսնում, ուզում ենք իրան, մենք հիանում ենք իր այդ գեղեցկությունով։ Մի հատ երգ կա, չէ, ասում ա Տեր ինչ գեղեցիկ ես։ Մենք հիանում ենք իր գեղեցկությունով։ Մենք նայում ենք ու չենք կարող իր մասին չխոսալ։ Երբ է երկրպագություն բարձրանում, ոչ թե երբ որ մենք երգում ենք։ Երկրպագությունը դա ոչ թե այդ երգն է, որ մենք անում ենք, այլ երբ որ դու տեսնում ես իրան ու իրան պատմում ես իր մասին։ Դու տեսնում ես, այն ինչ որ տեսնում ես, դու ասում ես իրան։ Երբ որ ասում ենք մենք մեծ, ինչ մեծ ես դու, դա մի անպատմելի բան, որովհետև դու ինչքան ուզում ես պատկերացնես, դու չես կարող միևնույնն է հասնես այն ամենավերջը, վերջը ինքը մինչև ուր է հասնում, մինչև ինչքան է այդ մեծությունը։ Եվ ամեն անգամ դու մի նոր ձևի ես այդ մեծ արանքը իրան ասում։ Եվ ամեն անգամ հենց մի հատ նոր երգ է քո մեջ ծնվում, այդ երգը, որ ասում է նոր երգ երգեցեք։ Երբ որ դու իր փառքին ես հանդիպում, դու իր փառքը աննկարագրելի մի բան է, այդ փառքով երբ որ լցվում ես, դու ասում ես Տեր, ես ինչ փառավոր ես, ես ինչ փառավոր ես դու։ Ու մի անգամ ես հիշում եմ, երբ որ փոքր երեխա ենք, իմ տատիկը ասում էր եկեք իրար հետ աղոթենք, ու աղոթքի ժամանակ ասում էր ալելույա, 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 ես մի օր հիշում եմ, ասեցի տատի, որ մի անգամ ասում ես ինքը չի լսում, բայց դե որպես երեխավարի է ասում, երեխու նման է ասում, բայց այդ որ ասում ենք փառքես, հետո նորից ենք ասում փառքես, դա ոչ թե մենք կրկնում ենք մի բառը, այլ ամեն փառք տալուց մենք տեսնում ենք նրա փառքը նորովի։ Երբ որ մարգարեն ասում, հրեշտակները ասում են, նրան երգում էին սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես։ Իր սրբությունը այնքան բազմաբովանդակ, այնքան շատ է, այնքան տարբեր է իր սրբությունը, որ երբ որ դու մի հատ մոտենում ես իր սրբությանը, հետո էլի ես ուզում, հետո որ մոտենում ես մի հատ էլ ես ուզում, ու անդադ ուզում ես, որովհետև քեզ քաշում է, ու ամեն անգամ դու իր սրբությանը, ասում ես սուրբ է։ Չէ, սուրբ է էսի։ Սա սուրբ է։ Մեր Տերը սուրբ է։ Երբ որ ամեն անգամ իրան հանդիպում ես, մի ուրիշ բան է տեղի ունենում, քո մարդկային հասկացողությունից, մտքից, քո կարողությունից դուրս դու լրիվ մի հատ ուրիշ անձ ես դառնում։ Դու կարծես դառնում ես մի հատ թեթև։ Ասում ա քամուն, չէ, Սուրբ Հոգին ասում ա քամու նման է, որ որտեղից է գալի, չգիտես, ուր է գնում, էլի չգիտես։ Սուրբ Հոգին տենց մի բան է։ Եվ երբ որ այդ հոգին է փչում ու դու քեզ գցում ես այդ քամու մեջ, ինքը քեզ ուր ինքը գնում է, իր հետ տանում է։ Ինքն է քեզ տանում։ Երբ որ դու այդ հոսանքի մեջ ես, երբ որ դու այդ գծի մեջ ես, այդ ժամանակ քո պաշտամունքը իսկական է։ Դու կարիք չունես քեզ համոզեն, ոչ թե քեզ բացատրեն, որովհետև քեզ ամեն բան պարզ է, որ ոչ մի բան դեռ այդքան էլ պարզ չի, որովհետև ինքը այնքան մեծ է, որ ինչքան խորանաս, մեկը խորանալու տեղ կա։ Այն որ դու քեզ թվում է թե դու գիտես, բայց պարզվում է որ դու դեռ այնքան բան չգիտես։ Դու քեզ թվում է թե ճանաչում ես, մեր Աստվածն է, մեզ փրկիչն է, մեզ հա ճանաչում, բայց երբ որ դու մի փոքր, մի ակնթարթ այդ երկնքից, իր իրականությունից վերապրում ես, դու հասկանում ես որ Տեր Աստված, բա դու ո՞նց, էլի ինչ որ բան կա, էլի ինչ։ Մեզ թվում է թե մենք բավականին բան գիտենք, բայց իրականում Աստված շատ խորն է։ Աստված այնքան յուրահատուկ է, դրա համար ամեն անգամ ասում եմ քեզ նոր բան կտամ։ Նոր, ասում ամեն օր նոր բան եմ անում։ Ամեն օր ինքը օրը մի անգամ է ստեղծել, մի անգամ, բայց այդ օրվա մեջ ամեն օր, այդ ամեն օր ես քանի տարի է անցել։ Ես վերջի 2000-ը գիտեմ։ Դրանից առաջ թե ինչքան ա եղել չգիտեմ։ Բայց այդ ամեն օրերի մեջ ինքը ինչ որ մի նոր բան արել է։ Որտեվ ինքը այդ որ ասում են կենթանի է, իսկապես կենթանի Աստված է։ Կենթանին հասկանում ենք ինչ նկատի ունենք։ Իրական Աստված է։ Մեր Աստվածը բարի է եւ ամեն մեկիս կյանքում ինքը իր ասում է իր այդ բարի ձեռքը չի կարճացրել։ Աստծո ձեռքը որևէ մեկիս կյանքի մեջ չի կարճացել։ Աստված ինքը սեր է, երբ որ մենք հանդիպում ենք այդ սիրուն, սերը Աստված չի, բայց ինքը Աստված սեր է։ Երբ որ մենք հանդիպում ենք իրան, մենք այդ սիրուն ենք հանդիպում։
Մարդ երբ որ հանդիպում է Աստծուն, ինքը հանդիպում է Աստծո սիրուն։ Մարդիկ, ովքեր որ չեն ճանաչում, գիտեն թե Աստված, եթե գան եկեղեցի կդատապարտվեն, կմեղադրվեն, պետք է ինչ-որ բան անեն, օմոթա, բայց Աստված ասում է իմ մոտեկողին ես դուրս չեմ անի։ Ինձ մոտեկողին ես դուրս չեմ անի։ Հետևաբար, երբ որ մենք գալիս ենք իրան հանդիպում, մենք հանդիպում ենք այդ սիրուն։ Եվ դա մարդկային հասկացած սիրու մասին չի։ Դա գերբնական սեր է։ Գերբնական, որ կարա ուղղակի հեղաշրջի մարդու ամբողջ ներաշխարհը։ Մարդուն դարձնի ուրիշ։ Եվ այդ սերն է, որ երբ որ մարդը ճաշակում է, այդ սերն է, որ քաշում է, ու դու չես կարող դրանից հրաժարվես։ Մարդիկ տեսել ենք, որ եկել են եկեղեցի ու էլ չեն եկել։ Իհարկե պատճառները տարբեր են լինում, բայց մի հատ ճշմարտություն կա, որ ես դրան հավատում եմ։ Միգուցե մարդ եկեղեցի գա, հետո ուրիշ եկեղեցի գնա, խնդիրը սրա մեջ չի։ Ես եկեղեցի գալ չգնալու մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ մարդու մասին, որ գալիս է ու էլ չի գալիս ու հրաժարվում է հավատքից։ Անցնում է, չէ, ասում են, իր հին փսխածին է անցնում։ Ինչ որ մի ժամանակ ազատվել էր, պրծել էր, նորից գնում է ու այդ իր փսխածին։ Ինչի, որովհետև Աստծուն չի հանդիպում։ Ինքը գալիս է, որ ինչ որ մի բան պետք է տենա, ինչ որ մի բան պետք է փոխվի, բայց Աստծուն չի հանդիպում։ Ու այդպես էլ չի իմանում, այս հավատքը, այդ Աստվածը, այս ամենը ինչ էր, այս ով էր, այս ինչի եկա, այս ինչի հավատացի, ում հավատացի։ Օտենց էլ առանց ճաշակելու, առանց Աստծո համը տենալու գնում է, բայց ասում է դի համը տենաս, որ զգաս իր քաղցրությունը։ Եվ երբ որ մարդը իսկապես հանդիպում է Աստծուն, իրան օծով էլ ծեծես, Աստծուց չես կարող ասես հրաժարվի։ Եթե մարդը Աստծուն, մենք երբեմն օրինակներ ենք բերում, որ Քրիստոսի համար այստեղ էս է լինում, այստեղ էս հալածանքն է, այնտեղ էս ցանկացած մարդ առանց Աստծո ոչ հալածանքի կդիմանա, ոչ նեղության կդիմանա, ոչ մի բանի։ Մենակ Աստծո այդ հանդիպում ունեցող մարդն է, որ գիտի հանուն ինչի այսի անում, որովհետև իր կարողությունը գալիս է այդ Աստծուց, իր ուժը այդ Աստծուց, որովհետև այդ հույսը կամ ամեն ինչ որ ինքը ունի, դրանք հավիտենական են, եւ որովհետև ինքը հաղորդակցում է հավիտենական Աստծո հետ։ Եկեք ուղղակի մենք մեր ներսի, այս մեր ներսի մեջ, մեր ներսում ասենք, որ Տեր, մենք ուզում ենք քեզ հանդիպել։ Ասենք, որ Տեր, ուզում ենք քեզ ճաշակել։ Ասենք, Տեր, մենք ուզում ենք քեզ տեսնել։ Հենց եկեք սենց նստած մի պահ ուղղակի աչքերը փակենք մեր ու կենտրոնանանք իր հոգու վրա, Աստծո վրա, որովհետև ինքը իսկապես իրական Աստված է։ Եվ իրան ընդունի որպես քո միակի, խոսա իր հետ ու երկրպագի իրան։ Տես իր մեծությունը, տես իր քաղցրությունը։ Դու մի ասա քո կարիքները, հավատա ինքը ամեն ինչ գիտի։ Թող քո խոսքի մեջ, քո ապրումների, քո զգացումների մեջ մենակ պաշտամունք բարձրանա, մենակ երկրպագություն։ Այսօր այդ հանդիպումն է, այդ հանդիպի իր հետ։ Այս ժամը, այս հնարավորությունը օգտագործի իր հետ հանդիպելու, թող որ դատարկ ներսդ չմնա, ներսդ լցրու իր փառքով, թող որ իր փառքը հիմա իջնի քո մեջ։ Քո սիրտը թող լցվի այդ խաղաղությունով, որովհետև ինքը խաղաղության իշխան է։ Ինքը խաղաղություն է։ Թող իր խաղաղությունը քո ներսը փոխանցվի քեզ։ Կանչի, ինքը քեզ կպատասխանի։ Մոտեցի իրան, ինքը քեզ կմոտենա։ Ինքը քեզից ընդհանրապես հեռու էլ չի։ Ինքը երբեք քեզնից հեռու չի։ Ինքը միշտ քո հետ է։ Ուր էլ գնաս, մինչև աշխարհի ծայրն էլ ինքը այնտեղ է։ Չկա մի տեղ, որտեղ ինքը չլինի։
Երկիրը իր ոտքերի պատվանդանն է, իսկ երկինքը իր գահը։ Ինքը ամեն ուրա, ինքը ամեն տեղա, ինքը քո կյանքի ամեն ինչի մեջ կա, ամեն ինչից ինքը գիտի։ Պարզապես իրան տուր ամենը ինչ որ դու ունես, հանձնվիր իրան ամբողջությամբ, քո թե լավ բաները, թե վատ բաները, ամեն ինչ թող իրան, որովհետև ինքը բարի Աստված է, ինքը գիտի ոնց վարվել դրանց հետ։ Ինքը մեզ բերել է խաղաղությունը, մեզ խաղաղություն են բերել։ Ինքը բերել է մեզ կյանքը, ինքը մեզ բերել է ուրախությունը, որտեղ ասում է, որտեղ որ իմ հոգին կա, որտեղ որ Տիրոջ հոգին կա, որտեղ որ ինքը կա, ասում է, այդտեղ ուրախություն կա, այդտեղ ուրախություն կա։ Թող որ քո ներսը լցվի այդ ուրախությունով, թող որ քո ներսի մեջ լինի իրական ուրախություն, կյանքով լցված ուրախություն, թող ամեն տկարություն, թող ամեն սունկ, թող ամեն դառնություն դատապարտվի, թող ամեն մեղադրանք, ամեն չներում, ամեն պակաս բան, որը որ մեր մտքի մեջ կա, Հիսուսի անունով, դու պարտված ես, մեր կյանքում հաղթողը Հիսուսն է, մեր կյանքում հաղթողը մեր Տերն է, որովհետև մեր թագավորը նա է, որովհետև մենք մեր արքայությունը չենք շինում, մենք նրա արքայության մեջ ենք ապրում, որովհետև այս աշխարհը մերը չի, մերը Քրիստոսինն է եւ մենք ենք Քրիստոսինը։ Հալելույա։ Պաշտիր նրան, երկրպագիր քո թագավորին, տուր նրան ողջ փառքը, մեծարիր, ուղղակի պատմիր, բարձրացրու քո լեզուների աղոթքը, այս քո կրակը իջացրու, վառվիր եւ վառիր, թող որ քո ներսը ուղղակի լցվի իրականությունով, երկնային փառքով, երկնային այդ ամեն ինչը թող գա քո գորա։ Հալելույա։